Բարև ձեզ սիրելի Աստծո ժողովուրդ։ Բարև ձեզ։ Քրիստոնյա սիրելի ժողովուրդ։ Իսպիսի մի հատ էլի պատասխանենք հարցի, հարց չի ասի, բայց կարդամ սխալ վարչապետություն եք անում, Արուսյակը սատանան է։ Նայեք, դուք անարգում եք, Մելան, նորից եմ ես ասելու, պետք է ասեմ են ինչ-որ ճիշտ է, դուք անարգում եք ասո խոսքը։ Դուք անարգում եք այն մարդուն, որ Աստվածանից առնում խոսում է։ Դուք ասում եք սխալ եք, Արուսյակը սատանեն է։ Ես կասեմ ներն է սատանեն, բանսարկուն է սատանեն, առաջի ոսն է, վիշապն է սատանեն։ Դուք եք սխալ, արեք սես կռվեն, կլինի։ Վեճը սատանայից է, բամփասելը, դադելը, սխալ հանելը Ադամից է։ Առաջի Ադամից։ Արեք սիրելի քուրս եւ եղբայրս խոսանք համերաշխաբար սիրով, ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Ես խոստանում եմ ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Ու եթե դուք ունենաք լսող ականջ, դուք կբավարարվեք իմ պատասխանից։ Դուք ձեր միջի Սուրբ Հոգին ձեզ կսովորացնի։ Դուք կհամեմատեք չարն ու բարին ու բարին ամուր կբռնեք։ Ես համոզված եմ դա։ Մենակ լսեք, լսող ականջ ունեցեք։ Կամ կարելի է խնդրել ես գրող քույր եղբայրը, չգիտենք Աստված գիտի, կարելի է զանգի, կիսվի։ Հա ձեր միտքն ասեք, եթե դուք համարում եք ես սխալ եմ, ասեք գիտես ինչ եղբայր ջան, սխալ ես, որովհետև գիտես ոնց սենցա բացատրա, մենք քրիստոնյա ենք։ Մենք Քրիստոսով քուրու աղբեր ենք։ Պետք չի մեզի հետևից ասեք սենց անելու անցնել այդ։ Բացատրեք, ասեք, չէ, տեսեք, ստեղ սենցա գրված, այդ գրվածը էսա նշանակում եւ այլ, ասես մտքերով կիսվեն։ Ես մեծ սիրով կլսեմ։ Մեծ սիրով կլսեմ։ Ես համոզված եմ, որ եթե ուշադիր լսեմ, դուք էլ ինձի լսեք, մենք մեկս մյուսից կսովորենք։ Տեսեք, կարդում եմ ես Աստվածաշնչից համարներ եմ հանել մի քանի հատ, ամեն շինության համար։ Արուսյակ երկու անձի համար է գրված։ Ստեղ Արուսյակ թարգմանվում է առավոտյան պայծառ աստղ, լուսաբեր, լույս բերող։ Արուսյակ բնագրի թարգմանությունը սա է։ Ես կոնկրետ նորից եմ ասում, եթե կոնկրետ նայենք Արուսյակը դա սատանան է, Եսայիա 14-րդ գլխի մեջ է գրված, իմիջիալոց այդ համարը հանել եմ, հեսա նորից կկարդամ։ Եթե ասենք հենց սատանան է ինքնավերջ, կանտեսենք այն մնացած համարները։ Կամ մի քիչ առաջ որ ասեցի, չէ, սատանեն ներն է, Արուսյակը չի։ Սատանեն բանսարկուն է, առաջի ոսն է, սատանեն հակառակորդն է։ Մի խոսքով լիքս էս տարբեր անվանումներ ունի սատանայի։ Իսկ Արուսյակ նշանակում է լուսաբեր։ Մեկ Քրիստոսի մասին է խոսվում, մեկ սատանայի մասին։ Հիմա մենք կպարզաբանենք։ Արուսյակ բառը, լուսաբեր բառը մեկ սատանային է վերաբերվում, լուսաբեր բառը մեկ Քրիստոսին է վերաբերվում։ Ոնց հիմի ամեն ինչ կարդանք Աստվածաշնչում, որ հասանելի լինի մեզի, որ հասկանանք։ Տեսեք, 2 Պետրոս առաջի գլուխ 19-րդ խոսքն եմ կարդում։ Եվ մարգարեական ավելի հաստատ խոսքը ունենք, որ եթե նրան մտիկ տանք, լավ կանենք, ինչպես մի ճրագի, որ լույս է տալիս մութ տեղը, մինչև որ ցերեկը լուսանա եւ լուսաբերը ծակի մեր սրտերի մեջ։ Մեր սրտերի մեջ խավար է, լուսաբերը մինչև ծակի, Քրիստոսի մասին ասը։ Կարդում եմ հաջորդը, Հայտնություն 22:16-ը։ Ես Հիսուսս իմ հրեշտակը ուղարկեցի, որ վկայի ձեզ այս բաները, եկեղեցիների մասին։ Ես եմ Դավթի արմատը եւ սերունդը եւ առավոտյան պայծառ աստղը։ Հիշեք, առավոտյան պայծառ աստղը, լուսաբերը ես եմ։ Հիսուս Քրիստոս իր մասին ասում։ Եվ կարդում եմ Եսայիա 14-րդ գլուխ 12-ից մինչև 16-րդ խոսքը։ Տեսեք, բոլորը այս Եսայիա 14-րդ գլխի այս խոսքերի վրայով Արուսյակը սատանան է, ոնց որ Եհովայի վկաները մի անգամ գրված է Քրիստոսի մասին, Պողոս առաքյալն ասում է, եկավ ձեզ փրկեց, իր կյանքը տվեց, Աստվածանից ուղարկված, բայց դուք բռնեցիք փայտից կախեցիք իրան։ Այս մի տեղը բռնել են Եհովայի վկաները, փայտից է կախված։ Բայց դիքը տեղեր կա, որ խաչեցին, խաչա Քրիստոսը, խաչի խորհուրդը, նրանք չեն նայում, անտեսում են մի տեղն են բռնում։ Արեք այդպես մենք էլ չլինենք։
Կամ կյանքը երկրի վրա պետք է լինի։ Սաղմոսների մեջ միտեղ գրված է։ Մի հաց գալի, մի հաց գնում է, բայց երկիրը հավիտյան կանգուն մնում է։ Բայց լիքը տեղեր կա, որ պիտի կրակով այրվի երկիրը, նոր երկիր պիտի լինի, լիքը տեղեր կա։ Ինչ որ ունի սկիզբ ունի վաղճան, մարմնավորը Աստծո առաջին չի, հոգևորն Աստծո առաջին, հոգի Աստված։ Սրանք անտեսվում է։ Արեք սրանք չանտեսենք, նայենք Աստվածաշնչի հոգևոր աչքերով ու լայն տեսանկյունով, որպեսզի ամեն բանը հասկանալի լինի մեզ։ Եթե ոչ մենք Աստվածաշնչի կեսը պետք է հանենք, չընդունենք, որտեղ կարծես թե, ես չեմ ասում հակառակ են գրված, կարծես թե մեկը մյուսին հակառակ է գրված։ Բայց եթե հոգեով եք նայում, հակառակ ոչ մի բան չկա գրված։ Իսկ մարմնավոր ձևով լիքը հակառակ տեղեր կա։ Լավ, տեսեք, 14-րդ գլուխ եմ կարդում Եսայիա մարգարեության 12 խոսքից։ Ինչպես վայր ընկար երկնքից, ով առավոտը ծագող արուսյակ։ Հիմա եսի կասենք Հիսուսի մասին, այստեղ ասում է առավոտը ծագող միջև ծագի լուսաբերը ձեր սրտերի մեջ, դե ասում է առավոտյան ծագող արուսյակ, ոնց վայր ընկար երկնքից է։ Կտրվեցար գետինն ընկար, ով ազգեր նկուն անողը։ Բայց ինքդ ասել է իր քո սրտումը, վեր կելնեմ երկինքը, Աստծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը, կնստեմ աստվածների ժողովքի սարի վրա, հուսիսի ծայրերում է։ Վեր կելնեմ ամպերի բարձրությունների վրա, բարձրյալին կնմանվե։ Բայց դու դժոխք տեսի չէլ գուբի խորխորատները, քեզ տեսնողները հիանալու են քեզ վրա եւ դնդղալու, այն մարդը սա է, որ սարսեցնում է երկիրը, դողացնում է թագավորությունները, աշխարհը սանապատերանում եւ այլ։ Հիմի տեսեք, էսի արուսյակի մասին է, որը հակառակորդ է, այլ լուսաբերը, որ լուսաբերա, հակառակ է Աստծո։ Նայեք, արեք լուսաբանենք, սիրելի հաստատվող, որ ձեր համար է պարզն ես հարցը։ Սա Ադամի մասին է, այս արուսյակը Ադամն է։ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, ամեն բան ստեղծեց, դրախտը ստեղծեց, Եդեմի պարտեզը, ու Ադամին դրեց դրախտում, Եդեմի պարտեզում ասեց իշխի բոլորի վրա։ Աստված Ադամին իր պատկերով ստեղծեց, լուսաբերն էր ինքը։ Իր պատկերով իր նմանությամբ ստեղծեց ու ասեց իշխի բոլորի վրա։ Բայց Ադամն ինչ արեց։ Ադամը հպարտացավ իր մեջ, ասեց Աստծու պես կլնեմ ես, կային ուտեմ ես պտուղը, հիշեք, երբ որ օձը ասեց կեր, Աստծու նման կլնես, չես մեռնի դու։ Ադամը ուզեց, չէ՞ որ Աստծու նման լներ։ Մի քիչ առաջ որ կարդացի, դու ուզեցար Աստծու նման լնես, Աստծու սարի վրա քո աթոռը դնես։ Այս Ադամի մասին է, մեր ներսի հին Ադամի, մեղքի Ադամի մասին է խոսում, որ միշտ մենք հպարտանում ենք մեր մեջ Աստծուց բարձր տեղ ենք դնում մեզի։ Ադամը մարմնավորը հակառակը հպարտ է ինքը։ Եվ Ադամը կերավեր պտղիցը, որ ինչ լներ, որ նման լներ, Աստծու պես լներ, Աստված որ լներ, ինքը Աստծու սարի վրա նստեր, Աստծուց բարձր լներ։ Հենց դա հեղափոխություն է Աստծու դեմ։ Եթե ես այսօր նստում եմ եկեղեցու հովիվն եմ, նստում եմ աթոռի վրա ու ասում եմ, սրանք գցեք դուրս այմար, ոչ 10-որդա բերեմ, ոչ բան։ Ես Աստծու տեղն եմ դրել ինձի։ Ես հպարտանում եմ Աստծու առաջ։ Ես ուտում եմ այն պտուղը, որը արգելված է ինձ, Աստված ասում է մի կետես բաներ մի արա, բայց ես անում եմ էդի։ Ոստեղ Աստված խոստանում է դու գնելու ես ներքև, դժոխք ես ընկնելու։ Այդ քո անելով, որ ասում չես լսեմ, արդարությանը սիրուն, բարին չես լսեմ, չես ընդունում դու իրան։ Հիմի տեսակ որն է արուսյակը Քրիստոսի մասին ասա, որ մեր խավար սրտերի մեջ լույս է ծագում, տանում է փրկության դա։ Իսկ այս մյուս արուսյակը վայր ընկավ երկնքից, այն լուսաբերը, որ Աստված ստեղծել է, որ իշխի երկրին, որ իշխի ամեն բանի վրա, իր իշխանությունը տվել էր իր նմանությունով էր ստեղծել Ադամին, բայց Ադամը ապստամբեց, այդ լուսաբերը ապստամբեց ու վայր ընկավ։ Հասկանեք, սիրելի քույրեր եւ եղբայրս, հացը լավ բան է։ Սրա առաջի հաղորդման ժամանակ մենք հիշեցինք հացը, որ կյանք է։ Կյանք է, այդ հացը կյանք է։ Մարդը ուտում է իր մեջ ուժը հավաքվում, իր աշխերի տեսողությունն ամրանում, լսողությունը, ամեն էներգիան գալիս է տեղը, չէ՞, հացի շնորհիվ, կերակուրի շնորհիվ։ Այդ հացը Հիսուս Քրիստոսն է, բայց մարդիկ կան, այս հացի մեջ բռնում թույն են դնում։ Թույն են դնում այդ հացը, որ կերար մահը արդեն։ Նույն լուսաբերն է, բայց հպարտացավ ինքը, դրա համար վայր ընկավ։
Իսկ եթե դու չհպարտանաս Աստծո պատվերները պահես ու կատարես, դու խոնարհվես ոչ թե հպարտանաս Աստծո առաջին, դու ես նույն լուսաբերը։ Քրիստոսը քո մեջ է այն լույսը, դու ես լույս տալի մարդկանց Քրիստոսով։ Իսկ եթե այդ լույսը քո միջի խավար է, դու խավարը պետք է փոխանցես մարդկանց, մահ ես փոխանցում մարդկանց։ Նույն հասկացողությունն է, դուք սխալ եք։ Արուսյակը սատանան է ու վերջակետը դրվեց։ Չէ, սիրելի հարցնող, եկեք խորը մտածենք, եկեք քննենք, որտեղ Աստվածաշունչը պատմություն չի, որ կարդանք ու հետանք։ Այ մարդը էլի Սամվելը սպանեց իր հորը մորը, էլի ինչ կա տեղ։ Պատմությունն է գրված է վեր։ Ոչ, սա պատմություն չի, սա հոգու կյանք է։ Եվ Հիսուս Քրիստոսը խոսալով մարդկանց, խոսալով իր աշակերտներին, իր հավատացողներին, Աստծո խոսքը, Աստծո բերանից դուրս եկած խոսքը ինքը ասեց, փոխանցեց մարդկանց ու ասեց, չեք հասկանում հիմա ես ինչ եմ ասում ձեզ։ Երբ որ Սուրբ Հոգին կգա, այն ժամանակ իմ ասածները կբացատրի ձեզ։ Այսինքն ինչ է նշանակում, այս Աստծո խոսքը բացատրություն է ուզում։ Պատմություն չի, Իսրայել ժողովրդի պատմություն չի։ Բա, Եգիպտոսից ելավ, Քանանը մտավ, ծովը բացվավ, պատմություն չի, առասպել չի այս գիրքը։ Հոգի ու կյանք է։ Եթե մենք այսքանը մտածենք, այսքանը հասկանանք, կսիրենք իրար աստվածային սիրով։ Ու իսկական լուսաբերը մեր մեջ կլինի Արուսյակը։ Իսկ եթե մենք կարդանք այս խոսքերը ու գրով այս սիրով չվարվենք, այդ լուսաբերը պղտորում ենք մենք, թույն ենք խառնում այդ լուսաբերին, թույն հասկացողությունս գիտեք որն է ասելս, որ խոսքը փոխում ենք, սիրո խոսքը փոխում ենք չարության խոսքով։ Աստված սերը, Աստված սիրում է, բայց սպանեց, կոտորեց, սա լուսաբերն է, այն հպարտ լուսաբերն է, սա խավար է, սա չի փրկում մարդու։ Սերը երբեք չի սպանում։ Սերը ջրեղեղով չի կործանում։ Երբ որ այս թեվով խոսում էինք, մի քանի եղբայր ասում էին ինձ, հիմա ուրեմն չի եղել, հա ջրեղեղը։ Ուրեմն էնի չի եղել, ուրեմն Ադամի չի եղել, Եվան չի եղել, այ ինչ հարցեր եք տալի։ Եղել է, ըլնմա ու բդիլնի դա այդ բոլորը։ Աստված նույնն է երեք այսօր հավիտյան։ Աստված որոնում է անցկացածը։ Չգիտեմ մենան որքանով կարեցա սիրելի հարցնող, չգիտեմ որքանով կարեցա ես բացատրեմ ձեզ, բայց ինձ թվում է ձեր ականջը լսողը ու դուք կլսեք, կքննեք ձեր մեջ, եթե լսեցիք ու քննեցիք, ձեր միջի Սուրբ Հոգին անպայման ձեզ կբացի։ Ճշմարտության իմաստության խոսքը։ Կարևոր չի թե Արուսյակը սատանենա, թե ով է, թե ինչ է։ Կարևոր չի, ինչ անուն եք դնում, Արուսյակը սատանենա ու վեր։ Սատանեն հակառակորդն է ասում։ Եթե Արուսյակը հակառակը ասում, սատանա է իհարկե։ Եթե հակառակ չի ասում, լուսաբեր է ինքը, լույս է տալի։ Աստվածաշնչի խոսքը, եթե ես կարդում եմ, Աստված սպանեց ամաղեկացիներին։ Դա հակառակ ասու խոսքին, թե չէ։ Աստված սեր է սպանում ամաղեկացիներին։ Մեր ու մանու կրսկեր երեխուց բռնստած ծերերին սպանեց մինչև ասեց։ Սերը տես բան կասի երբեք։ Չէ, դա ասու խոսքը չի, դա գիրն է, որը սպանում է։ Իսկ ասու խոսքը ո՞րն է։ Աստված սեր է եւ ամաղեկ նշանակում է վեճ կռիվ։ Սերը վեճին ու կռվին սպանում է մեր ու մանուկ ասма վերացնել։ Այս է ասու խոսքը։ Սա է կենթանի խոսքը։ Սա է կյանքի խոսքը, որը իմ համար, քո համար, բոլոր լսողների համար կյանք է էս։ Բոլոր ընդունողների համար կյանք է էս։ Ամեն։ Մոտեցան ավարտին։ Եթե նորից հարցեր կառաջանան, զանգեք, դիմեք, գրեք։ Մի ամանչեք, զանգեք, ես մեծ սիրով ինչ ժամ է լինի, կպատասխանեմ, կխոսանք, որտեղ սես գրելով, անցնելով, ասենք այդքան էլ չի, էլի պատասխանը հարցի բան լինի, լիարժեք չի լինի։ Իսկ եթե զանգում եք, օրինակ շատերն են ինձ զանգում, սիրով խոսում ենք, ախպեր, այդ որ դու սենց ես ասում, այդ թեման ինձի մի քիչ, ոնց որ ես սենց եմ էլի հասկանում, բայց քան եկեղեցիները այսքան տարի սենց են հասկացել, դու ոնց որ հակառակ ես ասում իրանց, սենց ատկրավեննի, ոնց են ասում, բաց զրույց ենք ունեցել մենք։ Ես սիրով խոսալուց հետո հասկացել եմ, ես իրանից եմ բան հասկացել, ինքը ինձանից հասկացել։ Այստեղ է Քրիստոսի ծնունդը։ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմում, Բեթլեհեմ նշանակում է կերակուրի տուն։ Մենք հեծիմի կերակրվում ենք։ Բայց այս իրավիճակի մեջ, երբ որ այս ծանրագրությունը դուք լսում եք, ես եմ կերակրում ձեզ, ես ձեզանից չեմ կերակրվում։ Բայց եթե դուք զանգեք, ես ասեմ, դու կերակրվես, դու ասես, ես կերակրվեմ, այսի Բեթլեհեմ կլինի։
Եվ այս մեր կերակրվելուց ծնվում է Քրիստոսը, Բեթլեհեմում ծնվում է Հիսուս Քրիստոսը։ Այսինքն արդարության ճշմարտության խոսքը։ Միակողմանի չի, երկկողմանյա։ Այսքանը։ Աստված օրհնի ձեզ։ Մնաք խաղաղության մեջ։ Ամեն։